Նիկոլ Փաշինյանը երեկ Փարիզում հայտարարել է, թե խաղաղություն է հաստատված մեր երկրում եւ այդ խաղաղությունը պատմական իրողություն է եւ երկկողմ հարաբերությունների համար եւ տարածաշրջանի համար։ Խաղաղություն է հաստատված մեր երկրում։ Ճիշտն ասած, որը տվյալներ չունեմ, չեմ հետևել, զուտ ժամանակային առումով չեմ հասցնում հետևել, չեմ կարծում ինձ թվում է այժմյան խաղաղությունը հարաբերական։ Եթե խաղաղություն է հաստատվել, ձեզ մոտ հարց չի առաջանում, ինչու ադրբեջանական զորքերը չեն դուրս գալիս Հայաստանի տարածքից, Ջերմուկի հատվածում են, Սյունիքի հատվածում են, Գեղարքունիքի մարզի հատվածում են։ Դե գիտեք ոնց, դրանք արդեն արտաքին ու ներքին քաղաքական հարցեր են, որ չեմ կարծում, որ սովորական քաղաքացիները կարող են ավելի խորացված իմանալ կամ տեղեկացված լինել։ Բայց թե չէ որ դա մեր հայրենիքի հարցն է։ Թշնամին մեր տարածքում է, Փաշինյանը ասում է խաղաղություն է։ Հակասական չէ։ Դուք էլ եք ժպտում։ Դե, այսինքն վստահություն չկա։ Ասելիք չկա։ Կամ եթե խաղաղություն է, ինչու Բաքվի բանդերից չեն ազատ արձակվում մեր գերիները։ Իրական տեսեք, շատ նուրբ ու շատ լուրջ հարց է։ Խաղաղության հարցն է մեր ընդամենը։ Հա, դա իրականում շատ նուրբ ու շատ լուրջ հարց է։ Խաղաղություն մենակ տենց մի բառ չի, ինքը մի ամբողջ սերունդների ապագան է։ Դրա համար յուրաքանչյուր ոք պետք է այդ ամեն ինչին շատ լուրջ մոտենա ու գնահատի ու փորձի պահել։ Խաղաղությունը պահելու համար ինչ պիտի ունենալ, հզոր բանակ չէ, բայց մենք ոչ սպառազինվում ենք, համ էլ ժամկետային ծառայությունը պակասեցնում է 1.5 տարի։ Առհասարակ ճիշտ խաղաղության ու հստակ խաղաղության համար միայն բանակ ու սպառազինություն չի, որ պետք է։ Շատ եւ շատ ավելի այլ բաներ են պետք, որ մեր քաղաքացիները ու առհասարակ մեր ազգը պետք է հասկանա, ընդունի ու այդ ամեն ինչը փորձի անել։ Ազգը պիտի անի, թե ազգի ընտրյալը, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանն է, չէ՞ վարչապետը, ինքը համապատասխան քաղաքականություն, դիվանագիտություն իրականացնում է։ Իրականում ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում բացարձակապես ու երբևիցե չեմ հետաքրքրվել, բայց դա չի նշանակում, որ չհետաքրքրվելով քաղաքական պրոցեսներով հայրենասիրության պակաս կա։ Հայրենասիրությունը քաղաքականությամբ ու քաղաքական գործիչներով չի։ Այսինքն, եթե մենք առաջնորդվենք ովքեր են մեր քաղաքական գործիչները, հա, կապ չունի առանց օրության անձնավորելու ու առաջնորդվենք դրանով, որ մենք մեր հայրենիքը չենք սիրում, տենց չի։ Ընդհանրապես պետք է չլքել հայրենիքը, սիրել, աշխատել, փոխել, նույնիսկ այն ամենամինիմալ ու մանր բանը, որ արվում է, դա պետք է չարվի։ Թեկուզ ամենապարզ կեղտոտելը դա մենք պետք է չանենք։ Դա հարգանքն է, սերն է մեր հայրենիքի նկատմամբ։ Դա դուք ձեր պարտականություններն եք թվում եւ հայ մարդու պարտականությունները, իսկ ինչ պարտականություն ունի Հայաստանի իշխանությունը իր երկրի, իր ժողովրդի հանդեպ եւ կատարում է այդ պարտականությունները։ Ինձ թվում է բոլոր պետությունների կառավարող օղակներն էլ պետք է պարտավորվածություն կամ պարտ ասած որպես այդպիսին փորձեն ապահովել իրենց ազգի, պետության, պետականության ու ժողովրդի բարեկեցիկ ու ճիշտ դաստիարակված լինելը։ Անվտանգությունը առաջին հերթին մեզ համար կարևոր չէ։ Գիտեք ոնց անվտանգությունը այս պարագայում առաջնային է դառնում զուտ մեր ճակատավոր ասած հարևաններից
կախված, բայց միևնույն ժամանակ դա էլ է երբեմն երկրորդական դառնում, որովհետև մենք պետք է ներսից ինքներս ամրանանք, մենք պետք է ներսից մաքրվենք ու մենք պետք է ներսից պաշտպանված լինենք։ Երբ որ մենք այդ ամեն ինչը կունենանք, ճիշտ իմ կարծիքով մնացած ամեն ինչ կսկսի ավելի դրական տեղաշարժ ունենալ։ Այսինքն ներքին համերաշխություն, ներքին ճիշտ քաղաքականություն պիտի իրականացվի, որպեսզի ներսը լինի ուժեղ, որպեսզի կարողանան դիմակայել արտաքին թշնամուն։ Ես ճիշտ հասկացա ձեզ։ Իհարկե, ցանկացած պետության ներսում էլ, երբ որ պարակտումներ եղնում են, բնականաբար ինչ-ինչ process-ներ սկսվում են։ Եթե եկեղեցին թիրախավորված է, պարակտվում է, երկու այսպես եկեղեցի են փաստորեն օկուպացված, կարելի ասել, հովանավանքն է, սեպ է խրվում հավատավոր ժողովրդի հետ մեջ, մի թևը դարձել է նիկոլական, մի թևը մայրաթորթ Էջմիածնի հավատավոր զավակն է, սա ինչ վտանգներով է հղի, հա, ինչ որ կարգալույծ արված, եթե հոգևորականը փորձում է պատարակ տալ եւ այստեղ էլ պղծել Սուրբ Պատարագի գաղափարը։ Երրորդ դարից եկած հստակ օրենք է, կարգալույծ եղածը պիտի հեռանա, բայց նա բարձրանում է խորան եւ դա թույլ է տալիս Նիկոլ Փաշինյանը սեպ խրելուց էլ ավելի, սա սեպ խրել չէ ժողովրդի մեջ։ Իրականում շատ էլի նուրբ ու բարդ հարց է, բայց մեզ համար շատ կարևոր չէ։ Միանշանակ կարևոր հարցեր շատ կան, բայց եկեք առհասարակ քրիստոնեությունը հավատքը, որպես այդպեսին փորձենք չքաղաքականացնել